Ուրիշներին դուրս հանեք ձեր մտքից։ Եթե չեք ամուսնանալու այդ ուրիշի հետ, ապա մոռացեք իրենց ու բավական է ասեք մարդիկ ինչ կմտածեն, բա մեկը տեսնի սենց չի ասի, էսովա ուրիշն ինչ կասի, հայ ինչ կասի։ Ուրիշն ով է, որ պիտի որոշի ինչպես ապրեք, ինչպես է իրեն հարմար, որ անեք այս կամ այն քայլը։ Հագնվեք, աշխատեք կամ չաշխատեք։ Ասեմ, այդ ուրիշն էլ քո մասին է ասում, բա ուրիշն ինչ կասի։ Ու ինքն էլ քո ասելուց է խուսափում ու չի անում այն, ինչն իրեն դուր է գալիս։ Երբ մարդն ապրում է տրորելով ուրիշների ինքնասիրությունը, բարի անունն ու համբավը, գողանում ու թալանում է ուրիշներին, նրան չգիտես ինչու չի հետաքրքրում, բա ուրիշը մեղք չի, իսկ դու, որ ոչ ոքի չես վնասում, ընդհանրապես ուզում ես հագնվել այս ոճի, սանրվածքդ փոխել այս ոճի, որ երբեք չես արել, երգել ես ուզում, պարել խնջույքի ժամանակ կամ հումորի վրա անզուսպ ծիծաղել, անընդհատ լավ պարեմ, որ ուրիշները չասեն պարել չգիտի, լավ երգեմ, սիրուն ծիծաղեմ, գեղեցիկ քայլեմ, որ ուրիշը չասի սենց, չասի նենց։ Ուրիշը քեզ սկիչի էլ նայում, դու ուրիշի համար մեկ ես։ Հələ ընկնես նեղության մեջ, տես այդ ուրիշը կօգնի քեզ։ Ոչ, գիտես ինչու։ Ոչ թե որ նա վատն է, այլ պարզապես չի իմացել, որ դու նեղության մեջ ես, որովհետև ինքն իր կյանքով է ապրում։ Երբեմն իմանում էլ է ու չի օգնում, բայց ոչ թե ուրիշը վատն է, այլ ինքը ապրում է իր կյանքով։ Հազիվ է հասցնում իր խնդիրները լուծել։ Քեզ նման մարդկանց խնդիրները որ լուծի, բա ինքը որ մի ուրիշի օգնությանը սպասի։ Ուրիշներ կան, բայց ապրում են իրենց ուրիշ կյանքով, ունեն իրենց ուրիշ հետաքրքրությունները։ Ապրեք ձեզ համար, արարեք ու գործեք, զարգացեք, բայց ձեզ համար ոչ թե որ ուրիշը տեսնի, որ դուք զարգացել եք։ Հավաստագիր ունենք, հանգստացել ենք Մալդիվներում ու սթորիներ անենք, որ ուրիշը տեսնի։ Սթորի էլ արեք, հավաստագիրն էլ հրապարակեք։ Ոչ ոք չի ասում մի արեք, բայց դա արեք ձեզ համար։ Իսկ ուրիշն էլ թող տեսնի կամ չտեսնի։ Կուզիկը լայքի, կուզիկը բամբասի, բայց դա ձեզ վրա չի ազդում։ Գնահատեք ձեզ։ Ձեր փոխարեն դա ուրիշը չի անելու։